2025 թվականը Նինո Ծմինդայի մարզաշխարհի համար առավելագույն դրական արդյունքներ գրանցեց։ Այս ամենին նպաստեց քաղաքապետարանի աջակցությունը, կառուցելով նոր մարզասրահներ, տեղադրելով նոր մարզական գույք։ Թեման մանրամասն ներկայացրեց Նինո Ծմինդայի սպորտի բաժնի պետ Գրիգոր Թոփուզյանը։ Այսպիսով հավարտեցինք այս տարի, ել չունենք արդեն միջոցառումներ, քանի որ ինչպես գիտեք արդեն նախատոնական օրեր են, բավականին հաջող էր տարին սպորտի համար, ունեցանք մեծ հաջողություններ, նվաճումներ, թե մունիցիպալ, թե ռեգիոնալ, թե հանրապետական, թե միջազգային, երևի թե ընդհանրացնեմ մոտ 300-ից ավել մեդալակիրներ ենք ունեցել այս տարի, մոտ 400 մեդալակիրներ ենք ունեցել ամբողջ հանրապետության, ռեգիոնալ առաջնություններով, միջազգային կարգի եւ ունեցել ենք Վրաստանի առաջնության մրցանակակիրներ եւ ռեգիոնի հաղթողներ եւ միջազգային կարգի մրցաշարերի հաղթողներ, բազմաթիվ աշխատանքը լավ էր այս տարվա եւ աշխատանքը երևաց ընդհանուր սպորտի շրջանի եւ արդյունքը երևաց կոնկրետ ես գոհ եմ, շնորհակալ եմ մեր մարզիչների աշխատանքից, մեր աշխատանքից, սպորտ դպրոցի աշխատանքից, բոլոր հանրությունը տեսնում է ամեն օր հաջողություններ, երկու օր առաջ ազատ ոճի ըմբիշները, մեր գանձայի տղաները Վրաստանի առաջնության ըմբշամարտի մինչև 23 տարեկան երիտասարդներին դարձան մրցանակակիրներ։ Երրորդ տեղ դա իհարկե մեծ հաջողություն է, ինչպես գիտեք, Վրաստանում ամենաուժեղ մարզաձևը դա առաջնայինը ըմբշամարտն է։ Ընդամենը 10 օրից հետո արդեն, ինչպես գիտեք, արդեն նախատոնական է։ Ինչ ասեմ, հաջորդ տարի կշարունակենք նույն տեմպով, հնարավորինս էլ ավելի մեծ տեմպով, ինչպես տեսնում ենք այսօր մեր քաղաքապետարանը, մեր ավականին ոչինչ չեն խնայում շրջանի սպորտի զարգացման համար, գյուղերում ամենուրեք մարզադաշտերի կառուցում, այս վերջերս շահագործման հանձնվեց մեր մարզադպրոցի հաջորդ մարզադահլիճը հատուկ մեր ըմբիշների, կարատեիստների համար, շնորհակալ ենք մեր վերադասից, հանձինս Տիկին Անվարդ Մոսոյանից, մեր ավականու նախագահ Վահան Արոնյանից, ինչպես գիտեք յուրաքանչյուր գյուղում այս տարի որ գյուղում չկար մարզադաշտեր կառուցվեց, ինչպես գիտեք այս վերջերս շահագործման հանձնվեց մեր մարզադպրոցի հաջորդ մարզադահլիճը, որը հատուկ նախատեսված է մեր ըմբիշների, կարատեիստների համար։ Այսօր համարյա թե չունենք ոչ մի բանի խնդիր, միայն մնում է աշխատել, միայն մնում է արդյունք ցույց տալ։ Ամեն ինչ այս տարի անցավ այնպես, ինչպես մենք էինք ուզում, ինչպես մենք կարողացանք ցույց տալ մեր աշխատանքը մեր ամբողջ մունիցիպալիտետին։ Ու նորից եւ նորից շնորհակալ եմ բոլորի աշխատանքից եւ մեր քաղաքապետարանի եւ մարզադպրոցի եւ մեր մարզիչների եւ այն բոլոր մարզիկներից շնորհակալություն, ովքեր մեր փոքրիկ քաղաքը ամբողջ հանրապետությունով մեկ ներկայացնում են, դառնում են հաղթողներ, մրցանակակիրներ, թե մեր ֆուտբոլը ռեգիոնում դարձավ հաղթող առաջի տեղ, թե մեր մնացած մարզաձևերը։